24 TV-ին շարունակում է աշխատանքը, տաղավարում այսօր իմ հյուրն է լրագրողներ հանուն մարդու իրավունքների պաշտպանության հասարակական կազմակերպության նախագահ իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը։ Բարև ձեզ Տիկին Ալեքսանյան, շնորհակալ եմ մեզ հյուրընկալվելու համար։ Սիրով։ Խոսենք Բաքվի որոշումից, դատարանի որոշումից Ռուբեն Վարդանյանի մասով, իհարկե սպասելի էր, որ այդպես էլ կլինի 20 տարվա ազատազրկման ենթարկեցին, կարելի ասել ցմահ ազատազրկման։ Ինչու այս որոշումը ամեն դեպքում կայացվեց բոլորի մասով, այն դեպքում, երբ խոսում էր խաղաղության մասին, երբ խոսում էր, որ հնարավոր է գերիների վերադարձ լինի, եւ ի վերջո նաեւ խաղաղության մրցանակ Ալիևը ստացավ եւ նաեւ արձագանք է ստացել միջազգային իրավապաշտպան կառույցների կողմից, ինչ ազդեցություն կարող է ունենալ այս արձագանքները։ Ես չգիտեմ ինչի համար խաղաղության մրցանակը ստացան, համենայն դեպս ոչ այս հումանիզմի կամ ինչ-որ բանի դրսևորման համար կամ Նիկոլ Փաշինյանը եւ Ալիևը, որ կիսեցին այդ մրցանակը, ես դա համարում եմ արյունոտ հիմքերով մրցանակ, ասենք ինչի է։ Եվ այլ տեսակետներ կան նաեւ Նախճեվանի հետ կապված, ասենք չեմ ուզում դրա մեջ մտնեմ, բայց համաձայնություն ատվել, որ Ալիևը ուզում եմ ասեմ ինչ-որ քաղաքական նպատակների համար։ Այն, որ Ալիևը իրեն տերուտ իրական է զգում ընդհանրապես, վստահ է զգում եւ պետք է շահարկի նաեւ այս մարդկային գործոնը, այս գերիների հարցը եւ պետք է այսպես էլ կայացներ, ես երբեք չէի մտածում, որ նա կարող է ինչ-որ ազատ արձակեր, թերհավատ էի շատ եւ բարի լիներ Ջեյ Վենսը ասեր թե ինչ էր տվել այդ իր խոսակցությունները Ալիևի հետ, չէ՞ որ նա պիտի այդտեղ բարձրացներ, բայց մենք ոչ մի ավել տեղեկություն չիմացանք, թե ինչի մասին է եղել խոսքը եւ ինչ է ասել Ալիևը։ Դե ինքը հարցազրույցով ասեց արդեն Ալիևը։ Հա, հետո բայց ուզում եմ ասել, որ կարևոր էր, որ նա ասեր, ոչ թե Ալիևը ասեր։ Ալիևը ասում են ինչ որ իրեն ինչով ինքը վստահ է, ինչ որ ինքը անում է, գիտեք ինչ, ես շատ թերհավատ եմ, որ Ալիևը այսպես պետք է մինչև վերջ գնա ու իր այս բռնատիրական, սադիստական, չգիտեմ, այս շարունակվի եւ աշխարհը պետք է այսպես լուռ մնա, ես կարծում եմ, որ դա փոխվելու է։ Ներքին վստահություն էլ ունեմ, որ դա փոխվելու է։ Եվ ինչով է պայմանավորված, որ կփոխվի, կարծում եք։ Գիտեք ինչ, օրինակ այսօր Amnesty International-ը շատ խիստ հայտարարություն է արել։ Ծաղր էր որակել։ Հա, եւ ծաղրը, միայն ծաղրի հարցը չի, նաեւ շեշտել է Լեռնային Ղարաբաղի այդ ֆոնի վրա, որ ինչա տեղի ունեցել եւ հետո գերության, այսինքն չեն մոռացել շեշտել նաեւ Լեռնային Ղարաբաղի հետ տեղի ունեցածը եւ դրա վրա նոր հետո շարունակել են արդեն այդ ծաղրը արդարադատության հետ անհամատեղելիությունը, իրենք նույնիսկ վիրավորանք են որակել արդարադատության, միջազգային իրավունքին եւ ընդհանրապես բոլոր հանցագործության զոհերի համար է սա վիրավորանք, այսպիսի դատավճիռը։ Գիտեք, սա դե մի առաջին բան է, բայց այսօրվա աշխարհը այնպեսին է, որ անդադ փոխվում է եւ ոչ ոք չի կարող ասել, թե ինչ է փոխվելու հետո էլի եւ այստեղ ես նաեւ ինչ էր անում այս իշխանությունը մեր գերիներին վերադարձնելու համար մենք չգիտենք ինչ էր անում դե ասում են այն արեցին որ 4 հոգի եկան ոչ մի բան չարեցին դրանք քաղաքացիական անձինք էին արդեն այդ հիվանդություններով եւ այլն սա ուղղակի մի փոքր հա արվում տեսակ այդ ինչ վիճակում են այդ մարդիկ եկել եւ անուշադրության մատնված իշխանությունների կողմից որևէ վերաբերմունք այդ գերությունից վերադարձածներին, օրինակ պատերազմի ժամանակ, երբ որ մեր տղաներին ջերմուկի դեպքերի ժամանակ 17 գերիներ էին վերցրել, հետ վերադարձան, ընդհանրապես որ գերիների վերադարձ լինում էր, օմբուդսմեններ գնում եւ այլն ինչ որ ճիշտ է այդ ջերմուկի դեպքերի ժամանակ գիտեք ով էր օմբուդսմենը բան նախ այն որ գնաց գաղտնի ծառայության Քրիստինե Գրիգորյան այո ինքն էր եւ չէին գնացել իսկ Արման Թաթոյանը ժամանակ գնում էր եւ գերիների
հենց հանդիպում էր, երբ որ իրենք գալիս էին եւ այլն։ Մի խոսքով, այսինքն պետությունը ուներ պարտավորություն, ինչպես են այդ մարդիկ ապրում, որտեղ են ապրելու, դա ուղղակի հոգատարություն է պետության կողմից։ Մենք ուրեմն դա չենք տեսել եւ առավել եւս եթե հիշում եք Ռուբեն Վարդանյանին, երբ որ շատ վատ տեսքով կարելի ասել խոշտանգված տեսքով էին այդ հրապարակվեց լուսանկարներ եւ այլն, ամբողջ մեր իշխանական շրջանակը ծաղրում էր եւ բացասական այդ վերաբերմունքը գրառումներյան, որի տակ հայոյանքներ էին Ռուբեն Վարդանյան, սա իշխանություն։ Սրանից հետո մենք ոնց կարող է մտածենք, որ իշխանությունը ինչ որ բան էր անում, որ այս գերիները վերադառնային։ Ես երբեք դա չեմ հավատա։ Կոնկրետ Ռուբեն Վարդանյանի մասով նաև Փաշինյանն էլ է կոշտ խոսել, որ ուղարկված է եւ այլն։ Այսինքն բացասական է խոսել, հա, այսինքն բացասական է խոսել, ոչ այսինքն ընդհանուր եզրեր ունեն Ալիևի հետ այս հարցում, գերիների հարցում եւ երբեք չեմ հավատա, որ նրանք որևէ բան են ասել, որ գերիների վիճակը կարող է փոխվի, այսինքն բացասական ավելի շատ է։ Բայց կարծում եք նրանք ինչ որ վտանգ ներկայացնում են իշխանության համար, որ այդպես չուզենան Գիտեք, Ռուբեն Վարդանյանը երբ որ Արցախում էր, դեռ այն ժամանակ այդ նույն շրջանակը մտածում էր, որ գալու է այստեղ հեղափոխություն անի Ռուբեն Վարդանյանը, բան եւ այդ բացասական տրամադրվածությունը, այո, կար, ես շատ լավ հիշում եմ։ Իշխանության Եվ ենթադրում եմ, որ ուրեմն ինքը Նիկոլ Փաշինյանը մրցակից էր տեսնում, նույնիսկ բանտի բերդում է նրան տեսնում որպես մրցակից, ես կարծում եմ։ Եվ հիմա կուզեմ Ռուբեն Վարդանյանի մասին ասել, շատ այդ պահվածքը, դա մարդկային, բարձրագույն, կատարյալ պահվածք է, այն ինչ որ մենք լսեցինք նրա խոսքը, որը ասում էր Արցախը կա, լինելու է եւ կլինի, որ այստեղ մեզ արգելում են Արցախ բառը ասել, բայց Բաքվի բանտից նա կարողանում է դա ասել։ Բաքվի բանտում, գիտեք, շատ հուզիչ է նաեւ այդպիսի օրինակ տեսնել։ Գիտեք, այդ շատ դժվար է հիմա այդպիսի օրինակ տեսնել, բոլորը շահերի եւ այլն, բայց ես պատկերացրեցի, թե ինքը հոգեվոր ինչ կատարելության է հասել։ Գիտեք, հիշեցի Ջեք Լոնդոնը մի հատ պատմվածք ունի, կոչվում է Զսպաշապիկը, դա մի նույն տեսակի պատմություն է, նույն տիպի, երբ որ բանտում է եւ իրան զսպաշապիկ են հագցնում, իսկ դա ահավոր ցավեր է եւ ահավոր տանջանքներ է այդ զսպաշապիկը եւ այդ բանտարկյալը կարողանում է հոգին անջատել մարմնից եւ դուրս գալ ամենաբարձրագույն ոլորտներ, դու հոգեվոր ես դա հիշեցի եւ մենք պետք է բարձր գնահատենք Ռուբեն Վարդանյանի այս պահվածքը, ինքը օրինակ է ուղղակի, բարձրագույն օրինակ, շատ մեծ հույս ունեմ, որ ամեն ինչ կփոխվի եւ նա ազատության, նա չէ, նա եւ մյուսներն էլ ազատության մեջ կլինեն։ Անկամ այն դեպքում, երբ Ալիևն ասում է հարցը փակ է, նրանք հանցագործ մարդկության դեմ ասում են եւ իր նման բռնապետերը, ինչպես ասենք Իսրայելի վարչապետը եւ այլն, ասենք նրանք պատժվելու են, նրանք չեն կարող։ Բայց մեկ այլ իշխանություն, որ կա, արդյոք նույնը չի լինելու։ Չեմ կարծում եմ, որ ամեն դեպքում միջազգային իրավունքը եւ այլն կգերակայի ինչ որ հարցեր հնարավոր կլինի լուծել։ Չի կարող ուղղակի Ռուբեն Վարդանյանը մնալ 20 տարի Բաքվի բերդում, դա հնարավոր չեմ անհնար է պատկերացնել։ Եվ թող լինի մեր ցանկություններն էլ, որ աղոթենք նրա համար։ Այո, ես մյուսներին նկատի ունեմ, երբ որ ասում եմ Ռուբեն Վարդանյան։ Խոսենք նաև այն հանգամանքից, որ իրավապահ համակարգը, դատական համակարգը շարունակում է միջամտել եկեղեցու գործերին եւ վերջերս ինչպես որ կանխատեսվում էր, կաթողիկոսի նկատմամբ քրեական վարույթ նախաձեռնվեց, արգելվեց նրա ելքը Հայաստանից, որպեսզի եպիսկոպոսատ ժողովին չմասնակցի։ Այս առումով ինչ կասեք եւ ինչ զարգացումներ կարող ենք սպասել։ Իդեպ նախորդել էր Փաշինյանի հարցազրույցը, նա ասում էր, որ ուզում է կաթողիկոսությունը Հայաստանից ստանի եւ դրան հաջորդեց արդեն որոշումը դատական։ Ուրեմն Նիկոլ Փաշինյանը բացահայտ ստում է։ Մենք լսեցինք քանի վարկածներ են աբերում։ Նա թիվ 1 ստախոսն է Հայաստանի կառավարության ղեկավարը։
մեկ կուսակրոնությունից էր խոսում, մեկ, չգիտեմ, էլի ամենատարբեր բաները լսեցին, կաթողիկոսությունը։ Ինքը փորձում է արդարացնել երևի իր ապօրինի քայլերը։ Ապօրինություն է, բացահայտ ընդ որում ապօրինություն է, այն ինչ որ արվում է եկեղեցու հետ։ Եվ իրենց թելադրողները ինչ թելադրում են, նրանք դա էլ անում են։ Իրենք ընդհանրապես այստեղ կամակատարներ են, որոնք կատարում են դրսից իրենց թելադրված ուրեմն այդ առաջադրանքները։ Եվ չգիտեմ ուր նա կարող է հասցնել։ Ուղղակի մենք չենք կարող էլի այդ աստիճանի լռել։ Այսինքն դատարանը ինքն է որոշում փաստորեն երկու ուրեմն քահանա եւ մեկ, այսինքն 10, չգիտեմ, 10-ից ամենայն դեպս Կճոյանը եւ այլը, որոնք վարկաբեկված անուն ունեն եւ ոնց որ պսակադրում էր, չէ՞, այդ իրենց լուսանկարում Կճոյանն էր, որ սարքած էր այդ լուսանկարը։ Ահա սարքած էր, հա չգիտեմ, ես ուղղակի չեմ տարբերում։ Սարքում, որ շատ դժվար է։ Հա, ամենայն դեպս համագործակցում է դրանց հետ եւ չի բացառվում, որ կարող է եւ պսակադրեր էլի թեթևատանում ինքը։ Չգիտեմ, ես այստեղ մեղադրում եմ քաղաքական ընդդիմությանը, որը պետք է այդպես լուրջ չնստի, ոչ թե մենք գալիս քննադատում ենք, ասենք, իրավապաշտպաններս, բայց դուք քաղաքական գործիչներ եք, դուք պետք է քայլեր ձեռնարկեք եւ այնպիսի քայլեր, որ կարողանաք կամ մարդկանց տեղաշարժել, կամ չգիտեմ, այնպիսի քայլեր, որ կարողանաք կանխել դրանց գործողությունները։ Այսինքն դիմադրություն տեսնեն, ուժ տեսնեն։ Այո, դիմադրություն տեսնեն, որ եւ գիտեք, սա եկեղեցու դեպքում, քանի որ գիտեք, որ մարդկանց մեծամասնությունը հենց հակված է դեպի եկեղեցին եւ ծանր է տանում այս ամեն ինչը, ավելի շուտ այդ դիմադրությանը մասնակից կդառնան, էլի, ես չգիտեմ ինչ քայլեր, թող իրենք մտածեն, ինչ քայլեր պիտի անեն, բայց ոչինչ չի արվում ուղղակի։ Ասում են կաթողիկոսը պետք է կոչով հանդես գա, արդյոք պետք է սպասել, որ կաթողիկոսը կոչ անի։ Իհարկե ոչ։ Բա դուք ինչ պետք է անեք։ Ինչու պետք է կաթողիկոսը կոչով գա, որ էլի ասեն քաղաքական կոչով է հանդես գալիս կամ չգիտեմ ինչ։ Շատ վատ, շատ ծանր վիճակ է եկեղեցու հետ կապված այս ամեն ինչը եւ տեսնում եք ինչպես են վարկաբեկում, այսինքն Ալեն Սիմոնյանը այդ ռուսական մանկապղծության հա, մեղադրեց մանկապղծության մեջ։ Իդեպ նրանց առաջ Աննա Հակոբյանը այդ մասին խոսել։ Հա, ինքը վաղուց էր դա ասել, սա, բայց մի 4-5 հոգի մոտավոր ինչ որ թվեր է ասում, այսինքն գիտեք, երբ որ տենց խոսում են, ինձ թվում է մենք էլ ենք կեղտոտվում։ Մեր այս մթնոլորտը, այսինքն ստախոսների հավաքածու, որ հերթով փոխանցում են իրար ստերը։ Դու ինչ իրավունք ունես այդպիսի սուտ ասել։ Դու գիտեք, որ դա սարսափելի մեղադրանք է մանկապղծությունը, ամենածանր մեղադրանքն է։ Ու դուք կարող եք այդպես մարդկանց հանգիստ դու Նարեկ Սամսոնյանը մի հատ հետույք բառ ասելու համար Ալեն Սիմոնյանի ուրեմն հաղորդման հիման վրա հայտնվել է բանտում, չէ՞։ Ասենք, բայց դու ինչ վարք ես թելադրում, այդ ինչ մի հատ օրինակելի վարք ունես Ալեն Սիմոնյան, որ մեղադրես մանկապղծության մեջ։ Ես ինձ թույլ չեմ տալի հակադարձեմ, քեզ ասեմ ինչ որ նման, ես ինձ թույլ չեմ տա այդ ձևով խոսել, ուղղակի դրա համար չեմ խոսում այդ ձևով։ Եթե փաստեր կան, ինչի քրեական գործոց չի հարուցվում։ Հա, եթե կան նման ու զրպարտության համար ինքը պետք է կանչվի պատասխանատվության մարդկանց զրպարտելու համար, հա, ինքը անուններ չի տալիս, որտեղ չի կարող տա։ Եթե կարողանային, հիմա պատկերացնում եք ամեն ինչի գնացել էին։ Գիտեք, ես տպավորություն ունեմ, որ իրենք ուղղակի հայ ժողովրդի դեմ են պայքարում։ Իրանց ամեն միջոցով հայ ժողովրդի դեմ են։ Եկեղեցին դա հայ ժողովուրդը։ Օրինակ Փաշինյանն ասում է, գանձերն ուզում են տանել, մենք թույլ չենք տալու նման բան լինի, ուժեղ հակազդեցություն կլինի։ Ծիծաղելի է իր այդ ասածները, ուղղակի ծիծաղելի, երևի իր աչքն է գանձերի վրա։ Դրա համար է այդպիսի բաներ ասում։ Դու ինչ երկրում ես ապրում, ինքը գանձերը ոնց պետք է տանի։ Անվտանգության համակարգ չունես։
ինքն է երևի անվտանգության համակարգը իրան չէ, ինչ ամեն ինչը համարում։ Եվ գիտեք ինչ ցավալին է նա, այնպես են դեգրադացրել հասարակությանը, որքան մարդիկ կամ այդ զոմբիացած հասարակությունը, որ իր հետևից գնում են, մենք տեսնում ենք սոցցանցերում ինչպես են իրենք աշխատում եւ այլն, կան մարդիկ, որ հավատում են, իսկ մնացածը, այսինքն զգայուն հարցեր է բարձրացնում։ Այո, հարցեր, որոնք մեկ էլ ասում են, վայ, հա, այն որ ինչ որ մի հատ քահանա ասում էր, հա, այնտեղ վաղուց է չկան այդ գանձերը, բան, ինչ-որ մեկը ուշադրություն չդարձրեց, ինձ հիմար բաներ, որ լսես էլի։ Ես միշտ ասում եմ, որ Նիկոլ Փաշինյանը առայժմ չանգրում է եկեղեցու պատերը, այդ քարերը, բայց ինքը չի կարող մեր եկեղեցու ամբրության մեջ ներթափանցել։ Բայց միգուցե այդպես ճանգրելով քայլ ինչ որ բաների հասնեն։ Չգիտեմ, ես լավատես եմ ավելի, որ չեն հասնի կամ ինչ որ մի բան պիտի լինի, մենք ամեն ինչ պիտի անենք, որ նրանք հեռանան իշխանությունից։ Մենք չենք կարող էլի այդպիսի ցուցադրական վատ վարք ունեցող իշխանություն հանդուրժել, որը կոչվում է իշխանություն, այսինքն որ դու նայում ես թե նրանք ինչ վարքագծով են, իրենց ինչ վարքագիծ են թելադրում, ասենք իշխանությունը օգտագործում են մարդկանց մանկապիղծ ասելու, այն մեկը սեռական օրգաններն է Նիկոլ Փաշինյանը կաթողիկոսին ցույց տալիս, այն մի խոսքով այսինքն այդպիսի իշխանություն անպատկերացնելի էր, որ մենք կարող ենք ունենալ այսպիսի իշխանություն, հասկանում եք, որ հային չսազող էլի։ Դուք կարծում եք, որ իշխանապողություն կլինի ընտրություններում։ Դե հույս ունեմ, շատ մեծ։ Բայց այն քարոզչությունը, որ հիմա տարվում են այն հիբրիդային պատերազմի մասով եւ այն, որ իրենք չլինեն պատերազմը լինելու, հիմա մեկ այլ խոսույթ է ձևավորվել, որ մենք չլինենք, անկախություն չի լինի, կամ ընտրում եք անկախությունը, կամ անկախությունը մեզ հետ, կամ անկախություն չի լինելու։ Այս ամեն ինչը արդյոք այսինքն իրենց լրիվ անկախության հետ են ասոցացրել, էլի։ Այսինքն դուք ինչ անկախություն ունեք, որ եթե չլինեք, այն չի լինելու, էլի, չեմ պատկերացնում, այսինքն եթե դուք չլինեք, այդ անկախությունը փշուր է լինելու, հիմա այն իշխանություն է գալու, կառավարվելու է դրսից։ Եվ պատերազմով են վախացնում, եւ բանով են վախացնում, երևի Թուրքիայով, Ադրբեջանով շուտով մեզ կվախեցնեն, որոնք աջակցում են, եւ մենք տեսնում ենք նաեւ ադրբեջանական մամուլում այնտեղ արտգործնախարարը մոտավորապես այդպիսի մի բան ասեց։ Դե ինչ ասեմ, իրենք մեր իշխանությունը չեն։ Հիմա հիբրիդային պատերազմը իրականում կա, ինչի մասին խոսում է, սա չափազանցեցված է հատուկ նպատակով նաև, որպեսզի արևմուտքը առավել ուշադիր լինի ընտրություններից առաջ, ներգրաված լինի ավելի ճիշտ, չափազանցեցված է, թե իսկապես իհարկե չափազանցեցված է։ Ամեն դեպքում Ալեն Սիմոնյանը ասաց, որ պատերազմ չէ, դե գնում էր Ռուսաստան հանդիպման, այնտեղ երևի մի քիչ բացատրություններ տար, նա շատ մեղմացրեց։ Իդեպ դրանից 2 օր առաջ մենք Դանիել Իոնեսյանի հետ բանավեճ ունեինք։ Ես մինչև Ալեն Սիմոնյանի այդ հարցազրույցը եւ ես այդ հիբրիդային պատերազմի մասին ասացի, որ դա ուռճացված, արհեստականորեն գեներացվող մի թեմա է եւ Դանիել Իոնեսյանը ինձ ասեց, ուրեմն ես նրանց հետ եմ։ Դե ասեց, հիմա բան չեմ անում, բայց հետո Ալեն Սիմոնյանը հիմա ասեց նույնիսկ պատերազմը համարեց հիբրիդային հարձակում, ինչու ենք այդպես խոսում, ավելի մենք խոսենք եւ այլ այսպես։ Հետաքրքիր Դանիել Իոնեսյանը իրան համարում է, որ իրանց հետ է, թե չէ։ Օրինակ այդ հարցում։ Սա շատ արհեստական է, որտեվ այս իշխանությունները նվիրյալներն են Ռուսաստանի, ռուս-թուրքական այդ տանդեմի, իրենք իրենց կադրերն են։ Հիմա ուղղակի ինչ որ շանս ունեն արևմուտքից փողեր ստանալու, բերելու եւ արևմուտքին դիմել են, որպեսզի գա եւ եւ օգնեն իրենց, հա, իսկ այդ դիմելը գալը փողա նշանակում նաեւ Էրմինե ջան, հա։ Չէ, Ռուսաստանը ինչ պիտի անի իրենց, որ ինչով պիտի օգնի իրենց։ Ոչ մի բան, Ռուսաստանը ինքն է խրված, բայց այնպես չի, որ իրանք Ռուսաստանի հետ sense թշնամի հարաբերությունները բացարձակապես իրանք միշտ էլ եղել են այդ ռուսական իշխանության նվիրյալները, իրենց մարդիկ եւ այլն։ Դունակ Ալեն Սիմոնյանը վերջին անգամ ասում է, որ կտրուկ փոփոխություններին կողմ չէ։
Ինչ նկատի ունի։ Ռուսաստանի հետ կապված։ Ահա, դեպի լավը թե դեպի վատը։ Դեպի վատ, այսինքն հեռանալու մասով։ Հա, դե բարձր ես Միրզոյանն էր դիմում եւ ասում էր, որ եկեք ընտրություններից առաջ օգնեք, ֆիզիկական նաեւ շեշտեց ներկայություն ունեցեք, թե ընտրությունները միշտ լինում են դիտորդներ, արևմուտքիներ է այո, ասում։ արևմուտքին եւ նա կոնկրետ հենց ֆիզիկական ներկայության մասին խոսեց եւ ասաց, որ անկախության թշնամիներ կան, ուզում են ժողովրդավարությունը խաթարել, եկեք, որպեսզի մենք կարողանանք պահպանել այդ ժողովրդավարությունը։ Իդեպ ասեմ Արարատ Միրզոյանը Այսինքն սա նշանակում է այնքան ինքնասիրահարված է ինքը իր կերպարին էլի, որ չի տեսնում իրականությունը, երբ որ ինքը, ասենք, Եվրոպայի խորհրդում ասում է, որ հոգևորականները կոչ են անում իրենց սպանել, այսինքն տենց ստեր է այնտեղ տենց խոսում էլի, չի մտածում, որ դա իր վարքագծի վրա, իր վարկանիշի վրա ազդեցություն է թողնում, որ Հայաստանում նորմալ մարդիկ կան, որոնք լսում են ու տեսնում են ինչն է ճիշտ ասում, ինչն է սուտ ասում։ Իսկ այդ արևմուտքին դիմելը բան իրենց համար շատ կարևոր է, դրանք փողեր են բերում, բացի փողերը, չգիտեմ, կան կարծիքներ, որ այդ մոլդովական սցենարը կարող է գործի եւ այլն, բայց չեմ կարող դեռ ինչ որ բան ասել որոշակի, այդ կերևա բայց ուզում եմ ասել, որ միևնույնն է այդ կարծիքին եմ, որ այդ հիբրիդային այդ պատերազմը սարքած է ամբողջությամբ եւ պայմանավորված Ռուսաստանի հետ, որ շատ չնեղվեն, էլի։ Իրենք այդտեղ գեներացնում են, որ այդ փողերը Եվրոմիությունը բերի եւ ստանա։ Այսինքն ձևական օրակարգ է։ Այո, լրիվ ձևական կեղծ օրակարգ, ես այդպես եմ համարում։ Հիմա ընտրություններից առաջ ավելի շատ կակտիվանա այս ամեն ինչը, քարոզչությունը եւ երբ որ ասում եկեք, գիտեք, Հերմինե ջան, ինձ թվում է, որ իրավիճակը այնպես է, որ ամեն օր կարող է ինչ-որ բան փոխվի։ Չգիտեմ, այդքան կանխատեսելի չի այդքան իրավիճակը։ Չնայած այս նախ մի քիչ էս միավորումները, որ տեսնենք ինչ միավորումներ են լինում, հետո ընդդիմության լռությունը, սա ուղղակի sense ոչ մի արդարացում եւ բացատրություն։ Ընտրությունների են պատրաստվում։ Երևի Փաշինյանին աջակցող ընտրություններ։ Համենայն դեպս միասին են, չէ՞, պարլամենտում էս երկար տարիներ է, էլի որ միասին լինեն։ Եվ այդ քննադատությունները, բան ես անլուրջ եմ, որտեղ դրանք հետևանքներ չունեն եւ ես անլուրջ եմ վերաբերում ընդհանրապես այս ընդդիմությանը Հայաստանում չի ձևավորվել երրորդ ուժ։ Եթե ձևավորվի, ասենք իրոք արևմտամետ, այդ Փաշինյանի շրջապատող իրենց արևմտամետ հայտարարած ուժերը, դրանք արևմտամետներ չեն, էլի։ Ոչ մի կապ չունեն արևմտյան արժեքների եւ բանի հետ։ Մենք բազմիցս դրանում համոզվել ենք, օրինակ այնտեղ կումիրը Արամ Սարգսյանն է, որպես արևմտամտության սիմվոլ այդ միջավայրում նկատի ունեմ։ Եվ ինքը, երբ որ այդ բռնությունը տեղի էր ունեցել իր կադրի, իր կուսակցության անդամով, ինքը նույնիսկ չի դատապարտել բռնությունը։ Ասենք պաշտպանում էր այդ մարդուն։ Արդարացրեցին անգամ, որ Հա։ Ինքը չգիտեմ, բայց այդ ո՞նց պետք է դու արևմտամետ։ Այդ խմբակցության անդամներից ասում են, որ տենց է պետք եղել, տենց արել։ Բայց մենք գիտենք որն է, չէ՞, արևմտյան արժեքները, տարիներ մենք դրանով ապրել ենք, այդ մարդու իրավունքների պաշտպանությունը, խոսքի ազատությունը, չգիտեմ, ամեն ինչը, բայց մի փոքր առիթ է լինում, ոչ միանգամից բացահայտվում են իրենց կերպարները։ Իսկ հիմա Հայաստանում, որ այդքան անմեղ մարդիկ են բանտերը լցված, մի անգամ մեկի հարցով իրանք դիմում են, բարձրաձայնում են, խոսում են, բողոքի ակցիաներ են անում։ Բռնություն լինի, ում համար են անում։ Ընդդիմությանը նկատի ունեք եթե։ Ես նկատի ունեմ այդ արևմտամետներին, հա, որոնք գնում են sense վազելով իբր դեպի արևմուտք։ Ու գիտեք իրենք էլ գիտեն, էլի, որ դա կեղծ օրակարգ է, բայց sense դրա մեջ մնացել են։ Իդեպ ասեմ, որ դե իրավապաշտպանությունը մեռել է, այսպես ասեմ, Հայաստանում եւ չգիտեմ Դանիել Իոնեսյանի հետ այդ բանավեճի ժամանակ ես sense մի անգամից եկավ պալատական իրավապաշտպաններ ասեցի անկախ ինձանից չէի մտածել ուզում եմ ասեմ որ երբեք չէի մտածել որ այդպես կարող եմ բնութագրել ոնց կարելի է էլի որ 1000 բան տեղի ունենա Հայաստանում ու դուք չարձագանքեք ոչ մի բան չասեք ու օրինակ հիմա ինձ դիտում են որպես
ընդդիմադիր գործիչ։ Այսինքն եթե ես քննադատում եմ, բայց իրավապաշտպանի գործը ո՞րն է, ես ամբողջ կյանքում նույն բանն եմ արել։ Այսինքն երբեք մարդուն չեմ լքել։ Ես մինչև Նախորդ իշխանությունների ժամանակ էլ էի։ Այո, բոլոր ժամանակներում եւ այդ նախորդ իշխանությունները, որ հիմա այդ մամուլը իրանց դարձել է sense լրիվ ինչ ասեմ, ընդդիմադիր կեցվածքով եւ այլն, շատերի կա, որ ասենք ինձ նույնիսկ վիրավորանքներ են հասցրել, չեմ կարողանում հաղթահարեմ այդ վիրավորանքները, էլի, որ ես ասենք օբյեկտիվ պատկերն եմ ներկայացրել։ Հիմա նույնիսկ ինձ միացնեն այդ հիբրիդային պատերազմին, որ երբեք, ասենք, չեմ եղել ռուսական բանի, բայց տեսնում եմ գրառումներից տակ այսպիսի բաներ են գրում։ Ես հիշում, երբ նախկինում դուք բարձրանում եք եւ ներկայացնում եք զոհերին, բանակում սպանություններին ավելի ճիշտ խաղաղ պայմաններում, ինչ սուր արձագանք էր ստանում նաեւ հանրության մոտ, բայց հիմա հետաքրքիր է, որ երբեմն նկատում եմ, որ մարդիկն ասում են, դե նախկինում էլ է եղել, այսինքն եթե նախկինում եղել է խաղաղ պայմաններում զոհեր, ինքնասպանություններ, սպանություններ, հիմա էլ կարող է լինել։ Սա ինչով է պայմանավորված։ Շատ բաց վիճակ է բանակում վիճակը։ Այսինքն մենք հիմա այսինքն ասել, որ այն ժամանակ էլ կար եւ հետո եթե այն ժամանակ կար, հիմա պիչ։ Հա, չէ, իհարկե։ Բայց ինչ եք դուք փոխում։ Փակել են ամբողջությամբ։ Այսինքն սուր արձագանքը նաեւ չկա։ Պաշտպանների կողմից, ինչպես նախկինում կա, մի քանի հոգի են, ովքեր այդ մասին խոսում են։ Նույնիսկ sense մեծ ցույցեր էին կազմակերպում։ Ես ուղղակի ասեմ, որ այո, այդ իրավապաշտպան կազմակերպություններով, այդ զոհերի հարազատներով եւ Պաշտպանության նախարարությունը Սեյրան Օհանյանը մեզ ընդունել է օրինակ գնացել են քննարկումներ ավելի բաց էր բանակը որ քաղաքացիական վերահսկողություն լիներ հետո մենք քննարկումներ ենք շատ կազմակերպում ասենք ՊՆ-ն 5-6 հոգով գալիս էր նստում էր իրաց ներկայացուցիչներով եթե մենք սպանությունների այդ խաղաղ պայմաններում քննարկում էինք այդ հարցերը գալիս էին Իսկ հիմա Պապիկյանը իրեն համարում է sense մի հատ վերևներում հայտնված մեկը, որը ոչ ծնող է ընդունում, ոչ պատասխանատվություն ունեն, ոչ որևէ մեկին ասում են, թե ասենք ծնողը ուզում է իմանա, ինչի սպանեցին իր տղային, իրենք ոչ մի պատասխանատվություն, ոչ մի բացատրություն։ Բայց ասենք Սեյրան Օհանյանը կարող էր մի քանի անգամ նույն մարդուն ընդունել։ Այդ նկատի ունեմ հարազատներ։ Դե ասում են քննություն է ընթանում, որքանով է բացահայտվում, դատավճիռներ կայացվում։ Հիմա մենք չենք տեսնում քննչական կոմիտեն ինչ վիճակում է։ Այսինքն քննչական կոմիտեն ես եմ Նիկոլ Փաշինյանը, դատախազությունը ես եմ։ Դատախազությունը ընդհանրապես այս կեղծ գործերը հարուցելով, այս շինծու գործերը հոգևորականների նկատմամբ դատախազուհուն թվում է թե ինքը վայելելու է այդ ամեն ինչը, իրան հեղինակությունա բերելու, ինքը նենց էլ մի հատ վաժնի կեցվածքով ինքը sense գալիս է գնում է եւ այդ տեսակ երբ որ մեղադրանքը Բագրատ Սրբազանից գործով եկել էր այնտեղ պնդում էր եւ հաստատում էր ու հիմա մի հատ ծպտունը դուրս չի գալի որ ուղակի երբ որ ծանոթացանք այդ ձայնագրությանը տեսանք թե ինչի մասին էր խոսքը Եվ այս հաստատում Աշակ Սրբազանի փաստորեն տեսանյութերի մասով էլ միջազգային փորձաքննությունը չի հաստատել որ ինքն է Հա դե բոլորը կեղծ են ու շինծիվ են ու սա է այս դրա համար եմ ասում սրանք այս իշխանությունները որոնք կամակատարներ են այսինքն նստած են այստեղ որ այս ժողովրդին նսեմացնեն եկեղեցին քանդեն ավիրեն ու ունեն լիքը ենթականեր Այսինքն դատական համակարգը ոտների տակ, գլխավոր դատախազուհին իրենց ծառան, հասկանում եք օրինակ այդ հրդեհի դեպքը երբ որ եղավ զինվորների, պատկերացնում եք, չէ՞ ինչ արտառոցա։ Այդ առավոտը Նիկոլ Փաշինյանը իր նստավայրում վարկածներ պատմում, թե ինչա տեղի ունեցել, հենց այդ լինելուց 2 ժամ հետո, դեպքից 2-3 ժամ հետո։ Եվ գլխավոր դատախազուհին Եվ պաշտպանության նախարարը։ Իսկ գործը նաև այդ ընթացքով գնաց։ Հենց նաև չէ, հենց այդ ընթացքով գնաց, ինչ որ նա թելադրեց։ Այսինքն գլխավոր դատախազը նստել էր այնտեղ ինքան անթակույց ու բացահայտ է իրենց այդ փոխհարաբերությունները զիջողական, ոնց ասի շեֆը նենց անեն։ Իրենք նույնիսկ չեն գնացել այդ դեպքի վայր։ Չի գնացել նախարարը, տեսնի այդ 15 զինվորը որտեղ են, ինչ եղավ, ոնց է եղել։ Դուք պատկերացնում եք, ասենք,
ու անպատասխանատու ես երկրի նկատմամբ 15 մարդ մի գիշերում զոհվի 15 զինվոր ու դուք ոչ մի արձագանք չունենաք։ Մինչև հիմա դատավարությունը շարունակվում է։ Արդեն Եվ 3 տարուց դատավարությունը շարունակվում է, մենք զազրելի բաներ ենք լսում, այսինքն դեռ մեղավոր են նշանակել, ինչ են արի, մենք ճիշտ ասած չենք հետևում, հիմա ուղղակի չենք աշխատում, եւ չենք հետևում այդ գործընթացներին, բայց մենք ուղղակի 2-3 տասնամյակ միայն զինծառայողների իրավունքներով ենք զբաղվել, հետևել եւ լավ գիտեմ թե ինչով է զբաղված քննչական կոմիտեն, դե եթե քննչական կոմիտեն շատ ցածր հասել է, ասենց ինչպես ասում են ռուսերեն, ниже всякой критики, ասենք շատ ցածրակարգ վիճակում որևէ բան չի կարող փոխվի։ Պատկերացնում եք, եթե սրանք մնան իշխանության, այսինքն այս որակում, որ Նիկոլ Փաշինյանը ասում է, ով կարող է ինձ հակառակվի, եւ դատարանին է ասում, եւ կառավարության անդամներին է ասում, ու բոլորը սիրով պատրաստական, այսինքն ենթարկվում են այդ ամեն ինչին, ասենք տարական մասնագիտական արժանապատվության զգացում չունեն։ Դու ո՞նց կարող ես, ասենք, կաթողիկոսի նկատմամբ քրեական գործ հարուցես կեղծ Տիկին Աննա Վարդապետյան։ Կարծում ես, որ տենց լավ էլ շարունակվելու է, այդպես շարունակելու ես, ու հետո գալու ես արդարադատությունից ես խոսելու, ինչից ես խոսելու։ Բոլորը ստում են։ Եթե չստեն, իրանք կառավարությունում մի վայրկյան չեն մնա։ Եվ ասենք սա հանդուրժել հնարավոր չի։ Իրանք պետք է ժողովուրդը մտածի իրանց հեռացնելու մասին։ Իրանք չեն կարող մեզ այսպես անարգել, վիրավորել, ասենք այդ մանկապղծության մասին այդ հայտարարությունները, ասենք ով է հայտարարում, 0 հեղինակություն ունեցող անձ, որը թքում է մարդու վրա։ Եվ դատախազը ասում է, որ հանցակազմ չկա այդտեղ, հասկանում եք։ Հիմա սա իրանք եկեղեցականների հասցեին ինչ ուզենան պիտի ասեն, այ անամոթներ։ Խոսենք նաև այն մասին, որ 5 քրեական գործերը նորից վերակենդանացնում են եւ քաղաքական նպատակներով հավանաբար, որովհետեւ առաջիկա ընտրություններ են եւ երբ իշխանությունը եկավ, խոստացավ, որ հոկտեմբերի 27-ը կբացահայտի, մարտի 1-ը կբացահայտի եւ իմացանք, որ օրերս նաև մեղադրանք է առաջադրվել մարտի 1-ի գործով Վալերի Օսիպյանին եւ նրա ղեկավարին այդ ժամանակվա ՊՊԾ գնդի նախկին հրամանատար Ռոբերտ Մելքոնյանի նկատմամբ։ Հիմա սա արդյոք արդյունք ունենում է այս գործը եւ բացահայտումները իսկապես կլինեն կարծում եք։ Նայեք, ես հիմա ձեզ ասեմ, որ մարտի 1-ը երբ որ տեղի ունեցավ, ես նախ այդ հանրահավաքներին եւ ամեն ինչին եղել եմ հրապարակում, այսպես ասեմ, ճիշտ է, սպանությունների աչքովս չեմ տեսել, բայց ամեն ինչի ականատեսն եմ։ Ես մասնակցել եմ Human Rights Watch-ի հետաքննությանը Հայաստանում, երբ որ հետաքննում էին մարտի 1-ի դեպքերը, եւ եթե դուք իրանց զեկույցը տեսնեք, միայն իմ անունը կա այնտեղ գրած, ես ինչի համար եմ սա պատմում, սա արտակարգ մի զեկույց է, որտեղ խոսել ենք 80 ականատես վկաների հետ, որոնք ուղղակի տեսել են ինչ է կատարվել, ինչ է տեղի ունեցել, նույնիսկ ունեինք մի ականատես վկա, որը տեսանյութ ուներ, ինչպես են ոստիկանները կրակում մարդկանց վրա, օրինակ։ Եվ այդ զեկույցը շատ մեծ հնարավորություն էր բացահայտելու այդ հանցագործությունը։ Էլ չեմ ասում, որ ունենց էլ հնարավորություն կար բացահայտելու։ Պարզ է, որ Ռոբերտ Քոչարյանի ձեռնտու չէր, որ բացահայտվեր, ես համարում եմ պատասխանատուն այդ գործի Ռոբերտ Քոչարյանը, որտեղ իր իշխանության ժամանակ ա եղել, ինքն է պատասխանատու ամեն ինչի համար։ Էլի կամ պատասխանատուներ թող գտնեն, բայց հիմնական եւ գլխավոր պատասխանատուն ինքն է։ Հիմա 7 տարի իշխանությունից հետո նորից գործը վերաբացվում է։ Հիմա Նիկոլն էլ էր մասնակցում Միասնիկյանի արձանի մոտ, ես այդ ավերիչին ներկա եմ եղել եւ դրան էի բերում, որ լավ գիտեմ ամբողջ այդ իրադարձությունները ոչ մեկ չուզեց բացահայտել, ինչու չեն ուզում բացահայտել, այսինքն Նիկոլն էլ հրավիրել էր ազգային ժողովում այդ 10 տարիներ լրանում, ես էլ էի գնացել, այդ ծնողները դրսից բանից զովասների եկել էին, բայց չբացահայտեցին։ Ամեն ինչ մոտ էր բացահայտման։ Իսկ հիմա Վալերի Օսիպյանին եւ Ռոբերտ Մելքոնյան, չէ՞, իրեն ձերբակալությունը ընդհանրապես
ծիծաղելի է։ Ես նկատի ունեմ սա արդյոք քաղաքական նպատակներ վերաբերում ժողովրդին Հա, ներկայացնել, որ իհարկե։ տեսեք, մենք Դե գործը բացում իհարկե։ ենք, հոկտեմբերի 27-ը նորից վերաբացելու ենք, հետո Պողոս Պողոսյանի արտաշիրման մասին խոսվեց, այսինքն այս զգայուն թեմաները Հիմա, հասարակության անընդհատ դաշտ բերել եւ խոստանալ, Բարձր որ իրենց քաղաքական իրենք նպատակների համար, կբացահայտեն։ բայց պատկերացնում եք, ասենք Օսիպյանը եւ Մելքոնյանը հրամաններ են կատարել ընդամենը, եթե ինչ-որ բան էլ արել են։ Այսինքն ինքը ներքևի ուժերից արդեն գնաց որ բերի քաղաքական չեմ կարծում, որ դրան կարձագանքեն առանձնապես որպես քաղաքական շոու։ Իսկ Պողոս Պողոսյանի գործը եւս դե կոծկվել է, իդեպ ուղակի առիթ է, ես ասեմ, որ վկայությունը Ստիվեն Նյուտոնի, որը ականատեսներ մտել էր տուալետ եւ տեսել էր այդ սպանությունը, ինչ ոնց էին վարվել Պողոս Պողոսյանի հետ, այդ վկայությունը կոնսուլի կնիքով ես եմ բերել Հայաստան եւ դատարան ներկայացել, երբ որ ես աշխատում էի Armenian Now ինտերնետային կայքում եւ նորից Human Rights Watch-ի միջոցով։ Այսինքն նույնիսկ այդ վկայությունը, բայց դատարանը չգնաց եւ փաստաբաննել չէր օրինականացրել փաստաթուղթ, այսինքն այդ կնիքը դներ նոտարի, որ ներկայացներ դատարանը չի դրել, այսինքն ամեն ինչը մտածված էր։ Եվ հիմա պետքա Նիկոլ Փաշինյանը բացատրի, ինքը իրանց կադրն է, Նիկոլ Փաշինյանը։ Այդ ժամանակների անցած մենք իր վարքագծով, որ տեսնում ենք, որ թալանչիների, չգիտեմ ու, բայց ոչ մի թալանչի չի դատապարտվել, ասենք այդ նույն գիծն է ինքը տանում, ինչ որ ինչից մենք բողոքել ենք եւ դժգոհել ենք, չգիտեմ, հանրապետական նախկին իշխանությունների ժամանակ, ինքը ուղակի շարունակությունն է նախկին իշխանությունների։ Հասկանում եք, ինքը չի կրում այն արժեքները, որ արժեքային համակարգ այս մարդը չունի։ Ասենք ես այդ տպավորությունը ունեմ, եթե դու կարող ես այդ, այսինքն ասում կոռուպցիան տեղ չունի մեր երկրում այլևս։ Բայց իրենց կոռուպցիաները թող բացահայտեն։ Միլիոնավոր հրապարակումներ կան, թող բացահայտեն, կամ այդ փողերը, որ տենց վատնում եք ու շռայլորեն ծախսում եք, եւ իրենք մտածում են, որ հենց դրա համար են իրանք իշխանության եկել։ Ու ասենք անբարո եմ համարում այն թոշակառուին ասել 10,000 դրամը չգիտես ինչի վրա պիտի ծախսես եւ դու 14 միլիոնը դնես գրպանը, պատկերացնում եք ինչ մակարդակ է ու թոշակառուի կողքով հպարտ անցնես, որ դու արժանի ես այդ 14 միլիոնին, իսկ նա այդ 10,000-ին էլ։ Սա գիտեք, ասենք չգիտեմ ինչով բնութագրել։ Ասում ապահովագրություն ենք թոշակառուների արել, կարող են գնալ վիրահատվել։ Նախ բոլոր թոշակառուները չէ որ վիրահատման կարիք ունեն, այդ հարցն էլ կա։ Եվ բացի այդ, արդյոք միայն դա բավարար է ասել, որ ամեն ինչ արվել է։ Ասենք հենց այն բանը ոնց կարող են իրանք Ռուբեն Վարդանյանի մասին դուք տեսել եք որևէ մարդկային քայլ, դուք տեսել եք որևէ մտահոգություն որևէ մեկ այդ 15 զինվորի համար ծիծաղելով խոսում է, չէ՞ վարչապետը այդ օրը, որ ասում էր, բան էլ չկա բացահայտելու, որ բացահայտենք ու ծիծաղում էր այդ 15 զոհի, այսինքն նաև որ իրենք անմարտկային կերպարներ են, հակամարտկային, բացի իրենք իրենցից, ուրիշ ոչ մեկին չեն կարող տեսնել։ Իրանց համար թոշակառունով է, հենց այդպես է մտածում Նիկոլ Փաշինյանը։ Ինքը պիտի 14 միլիոնը, դուք ինչ անամոթություն, պատկերացնում եք, դու կողքիդ մարդուն չտեսնես, որ ինչ վիճակում է։ Ու այդ էս հələ 14 միլիոնի մասին եմ էլի ասում, որը պաշտոնապես հրապարակվել է, որ ինքը պիտի դնի իր թոշակառուն, այդ 10 ինքը ծաղրում է, ոչ միայն նսեմացնում է թոշակառուին, ինքը ծաղրում է։ Հիշում եք արցախցիների այդ բլոկադայի ժամանակ, որ մարդուկնիկ նստել էին բանի, ասում են Բադրջան աճացրեք, այնի ճաշեր ինչ որ պատրաստում, ինչ որ, այսինքն այդ անմարտկային դրսևորումները, կամ ասենք մի ափսոսանք Արցախի կորստի համար, չնայած ամեն ինչ արել է որ կորի Արցախը, բայց մի ափսոսանք ձևական, որևէ մեկից չի հնչել։ Ու այդ որ Արարատ Միրզոյանը տենց հպարտ կեցվածքով, տենց ինքնասիրահարված մանակալի որպես մեծ ընդդիվանագետ, ծիծաղելի է ուղղակի էլի։ Շնորհակալ եմ զրույցի համար։ Զրուցակիցս լրագրողներ հանուն մարդու իրավունքների հասարակական կազմակերպության նախագահ իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանն էր։ Շարունակեք մեզ հետևել, կհանդիպենք։